Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ։ Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ հետևյալն է. եթե որևէ թիվ բազմապատկում ենք երկու կամ ավելի թվերի գումարով, ապա կարելի է այդ թիվը բազմապատկել այդ գումարելիներից յուրաքանչյուրով և ապա ստացված թվերը գումարել։ Օրինակ, 2 անգամ 7 գումարած 4 հավասար է 2 անգամ 7 գումարած 2 անգամ 4։ Մենք երկուսը բազմապատկեցինք փակագծում գտնվող երկու գումարելիներով և ապա գրեցինք դրանց գումարը։ Այստեղ փակագծեր դնելու կարիք չկա, որովհետև սկզբում կատարվում է բազմապատկման գործողությունը արտահայտության մեջ և ապա գումարման գործողությունը։ Հիմա գրենք մեկ այլ օրինակ, երբ ունենք 3 գումարելիներ։ Օրինակ, 3 անգամ փակագծում 5 գումարած 2 գումարած 4 հավասար է 3-ը կբազմապատկենք այս գումարելիներից յուրաքանչյուրով 3 անգամ 5 գումարած 3 անգամ 2 գումարած 3 անգամ 4։ 3-ը բազմապատկեցինք գումարելիներից յուրաքանչյուրով և ապա գրեցինք նրանց գումարը։ Այստեղ փակագծերի կարիք չկա, որովհետև սկզբում կատարվում է բազմապատկման գործողությունը և ապա կատարվում է գումարման գործողությունը։ Վարժություն 325. Ստուգել բաշխական օրենքի ճիշտ լինելը։ Ան. 18 անգամ փակագծում 7-ին գումարած 5 հավասար է, պետք է լինի 18 անգամ 7 գումարած 18 անգամ 5, այսինքն ճիշտ է գրված։ Բ. 634 անգամ փակագծում 91 գումարած 64, պետք է լինի 634 անգամ 91 գումարած 634 անգամ 64, այսինքն այստեղ էլ ճիշտ է գրված։ Եվ նմանապես կարելի է ստուգել գ-ն և դ-ն։ Վարժություն 326. Օգտագործելով բաշխական օրենքը հաշվեք առավել հարմար եղանակով։ Լուծենք ան։ Ինչպես տեսնում ենք, 193-ը բազմապատկված է 40-ով և ապա բազմապատկված է 60-ով, այսինքն կգրենք 193 անգամ 40-ին կգումարենք 60։ Մենք օգտագործեցինք բաշխական օրենքը, հավասար է 193 անգամ փակագծում 40 գումարած 60 հավասար է 100-ի։ 193 անգամ 100 հավասար է 193 և 2 0, այսինքն 19300։ Նմանապես մյուս օրինակները լուծենք նաև գ-ն։ 973 անգամ 37 գումարած 27 անգամ 37 հավասար է 37-ն է բազմապատկված և 973-ով և 27-ով, ուրեմն կգրենք փակագծերում 973 գումարած 27 փակագիծը փակենք անգամ 37։ Մենք գիտենք, որ տարբերություն չկա, կարող ենք գրել 37 անգամ 973 գումարած 27 արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում, այստեղ արտադրիչներից մեկը 37-ն է, մյուս արտադրիչը 973 գումարած 27-ն է, հավասար է 37 անգամ
Սկզբում կատարում ենք փակագծում եղած գործողությունը, 973 գումարած 27 հավասար է 1000-ի, 37 անգամ 1000 հավասար է 37000։ 5-րդ դասարանի դասագրքից լուծենք 332-ը։ Աշակերտը գրեց մի թիվ և բազմապատկեց այն 7-ով, ապա նույն թիվը բազմապատկեց 10-ով։ Արդյունքները գումարելով նա ստացավ 85։ Որ թիվն էր գրել աշակերտը։ Աշակերտը գրեց մի թիվ։ Այդ թիվը գրենք x, նշանակենք x-ով, անհայտ է, չգիտենք ինչ թիվ է։ Այն բազմապատկեց 7-ով, բազմապատկած 7-ով։ Եվ ապա նույն թիվը բազմապատկեց 10-ով, այսինքն x-ը բազմապատկեց 10-ով։ Արդյունքները գումարելով նա ստացավ 85, այսինքն x անգամ 7 գումարած x անգամ 10 հավասար է 85։ Ինչպես տեսնում ենք, այս արտադրյալի մեջ և այս արտադրյալի մեջ ունենք նույն թիվը x-ը։ Օգտվելով գումարման բաշխական օրենքից կարող ենք գրել x անգամ և փակագծում 7-ին գումարել 10։ Հավասար է 85-ի։ X անգամ 7-ին գումարած 10 հավասար է 17, հավասար է 85։ X-ը հավասար է 85 բաժանած 17-ի։ X-ը հավասար է 5-ի։ Այսինքն աշակերտը գրել էր 5 թիվը։